Ողջունում եմ ձեզ, Գործարար ալիքի եթերում Mix Marketing podcast-ն է, ես Գայանե Դաջունցն եմ։ Այսօր խոսելու ենք մի շատ ժամանակակից եւ կարեւոր թեմաների շուրջ, շրջանաձև տնտեսության, նորարար ձեռներեցության եւ ինչպես ներգրավել երիտասարդներին այդ ուղու մեջ։ Զրուցելու համար ունեմ շատ հետաքրքիր հյուր, հրավիրել եմ որակավորված կառավարման խորհրդատու, դասընթացավար, Smartline ընկերության փոխտնօրեն Մարգարիտա Բաբուրյանին։ Ողջույն Մարգարիտա։ Բարև ձեզ։ Ուրախ եմ ձեզ տեսնելու համար։ Ես էլ ուրախ եմ ձեզ տեսնելու տաղավարում։ Մարգարիտա, նախքան սկսել իմ հարցերը ձեզ ուղղել, կխնդրեմ ձեզ մի փոքր պատմեք ձեր մասին, ձեր անցած ճանապարհի եւ փորձառության մասին։ Ամերիկյան համալսարան ավարտելուց հետո, իդեպ դա եղել է կարելի է ասած անցած դարում։ Անմիջապես սկսել եմ աշխատել խորհրդատվական ոլորտում, բիզնես խորհրդատվություն եւ դասընթացներ եւ արդեն քանի տարի է զբաղվում եմ կառավարման խորհրդատվությամբ մատուցելով ծառայություններ մատուցելով հիմնականում սկսնակ ձեռներեցներին եւ գործող բիզնեսներին, իսկ վերջի տարիներին ավելի շատ կենտրոնացել եմ արդեն ստարտափների զարգացման, ստարտափներին մենթորություն տալով։ Շատ լավ։ Խոսենք շրջանաձև տնտեսությունից, բայց այդպես ասեմ, որ հանդիսանում եմ մի քանի հասարակական կազմակերպության անդամ, այդ թվում նաև շրջանաձև տնտեսության Հայաստանի կոալիցիայի անդամ եմ եւ 2 տարի զբաղվում եմ նաև հետաքրքրվում եմ նաև այդ թեմաներով շրջանաձև տնտեսություն։ Շատ հետաքրքիր է։ Եվ միանգամից կխնդրեմ ձեզ մեր ռադիո լսողների եւ ռադիոդիտողների համար բացահայտեք, թե ինչ ասել է շրջանաձև տնտեսություն, ինչով է այն տարբերվում մեր իմացած սովորական տնտեսությունից։ Այսպես ասած գծային մոդելից։ Այո, գծային տնտեսությունը ինչ է իրանից ներկայացնում։ Մենք ստանում ենք հումքը վերամշակում ենք, ստանում ենք ապրանք, այդ ապրանքը վաճառում ենք եւ հետո օգտագործելուց հետո դեն ենք նետում։ Շրջանաձև տնտեսության մոդելը ենթադրում է ոչ մի թափոն այդ ամբողջ ընթացքում ցանկացած թափոնը, որ առաջանում է, նույնպես օգտագործվում է, մնում է շրջանառության մեջ։ Այսինքն թե հումքի մնացորդները, թե հետո արտադրության մեջ մնացորդները, թե շեշտը դրվում է նրա վրա, որ ցանկացած հումք, չասենք թափոն, հա, որովհետև հենց թափոնը դիտարկվում է որպես հումք, օգտագործվում է հնարավորինս չափ երկար եւ իրերն էլ արտադրանքը ձևավորում է այնպես, որ հնարավորինս չափ երկար օգտագործվի, գործիքները երկար օգտագործվեն, վերամշակվեն, վերանորոգվեն, վերաօգտագործվեն, վերաիմաստավորվեն, այսինքն այդ բոլոր հիմա ժամանակակից բառերը, որ ասում են թափոններին, իրերին ինչ որ երկրորդ կյանք տալու գաղափարը եւ ընդհանրապես ինչպես կառուցել բիզնեսը, ինչպես նույնիսկ ինչպես դիզայն անել, հա, այդ արտադրությունը այնպես, որպեսզի ընթացքում հնարավորինս չափ քիչ թափոն առաջանա, իդեալական տարբերակում ընդհանրապես թափոն չպետք է առաջանա, այսինքն բոլոր թափոնները պետք է օգտագործվեն։ Առաջանալու դեպքում ճիշտ կիրառվեն։ Իսկ փաստորեն դա լուծում է եւ բնապահպանական խնդիր եւ տնտեսական, ճիշտ է։ Իհարկե դա առաջացել է հենց բնապահպանական խնդիրներից ելնելով, որովհետև ռեսուրսները այս կամ այն ձևով սահմանափակ են։ Ուզենք թե չուզենք, նույնիսկ հիմա ինչ որ հաշվարկներ կան, որ կարծեմ 2050 թվականին այն բոլոր բնական ռեսուրսները ինչքան հնարավոր է, անցնում ենք այն կետը, որտեղ իրանք արդեն դառնում են վերականգնելի։ Իսկ Հայաստանի համար դա էլ ավելի կարևոր խնդիր է, քանի որ հաշվի առնելով թե մեր աշխարհագրական դիրքը, թե մեր հարևանությունը, թե մեր կախվածությունը, հա, բոլոր ներմուծված ռեսուրսներից հիմնականում շատ կարևոր է, հա, վերաիմաստավորել այն մեր իզուր չէ, որ նույն անգլերենից եթե վերցնենք, waste-ը թարգմանվում է որպես կորուստ, ոչ թե որպես թափոն։ Այսինքն առաջի հերթին պետք է նախ մեր մտածելակերպը միգուցե փոխել դրա շուրջ։ Իսկ Հայաստանում ինչպես է տարածված, որքանով է տարածված կամ հասկացված շրջանաձև տնտեսության մոդելը։ Գիտեք, շրջանաձև տնտեսությունը այնպես է, որ իր հիմնական գաղափարախոսությունը, որ իրերը հնարավորին չափ երկար օգտագործել, հա։ Այն ինչ որ անում էին միգուցե մեր տատիկ պապիկները ընթացքում, այն որ երևի ցանկացած ընտանիքում էլ դա կա, եթե կան մի քանի երեխաներ տարբեր տարիքի, որ իրերը առնում են մեծի համար, հետո ոնց որ ժառանգաբար փոխանցվում են բոլոր մնացած քույր եղբայրներին, չէ։ Դա էլ է կարելի ասել շրջանաձև տնտեսության ինչ որ մի դրսևորում է, որովհետև իր կյանքը օգտագործման
կենսունակությունը շարունակվում է։ Միջև ոնց որ հետո էլ միգուցե փոխանցվում է մեկ ուրիշին եւ այլն, որովհետեւ շրջանաձև տնտեսության մեջ թափոնների վերամշակումը դա ամենավերջի կետն է։ Իրը քանի կարելի է օգտագործել, լավ կլինի օգտագործվի։ Իսկ կարող եք բերել օրինակներ այն բիզնեսներից, որոնք կիրառում են այդ մոդելը։ Հաստատ կան շատ ավելի շատ բիզնեսներ, որոնք կիրառում են, բայց դեռ չեն պատկերացնում, որ կիրառում են, որովհետև նույն վերցնենք իմիջիալոց արևմտյան երկրներում դա ոնց որ նոր են եկել այդ գաղափարի մասին, որ նույն ասենք հարսանյաց գեստերը կարելի է վարձով տալ։ Իսկ մեր մոտ դա միշտ էլ կիրառվում է, դա էլ է համարվում շրջանաձև տնտեսության դրսևորում։ Այսինքն փողը չի գնվում, զգեստը չի գնվում, փողը չի ծախսվում, հետո այդ շորը չի մնում կախված, որը տարիներով չի օգտագործում կամ կարող է, չգիտեմ, 20 տարին մեկ օգտագործել, իրը շարունակում է մնալ շրջանառության մեջ։ Իհարկե կան շատ ավելի հետաքրքիր օրինակներ, օրինակ նույն ակվապոնիկայի օրինակը, որտեղ որ ջերմոց է, որը համատեղում է ինչպես ջերմոցային տնտեսությունը, այնպես էլ ձկնաբուծությունը, եւ ձկների արտանետումները օգտագործվում են այդ բույսերը պարարտարնելու համար, եւ այդ նույն ջուրը, որը հետո մաքրվում է այդ ջերմոցային տնտեսության բանում, ելի վերադառնում է դեպի ձկներին, տեսեք, ստացվում է փակ ցիկլ։ Այսինքն լրիվ ոնց որ շրջանաձև է դառնում եւ չի օգտագործվում ոչ մի քիմիական նյութ, ոչ մի պարարտանյութ, այլ լրիվ բնական օրգանական սնունդ է ստացվում։ Շատ լավ, շատ հետաքրքիր մոտեցում է։ Խոսենք ձեռնարկատիրությունից, ինչ դեր ունի ձեռներեցությունը տնտեսության զարգացման եւ հասարակական փոփոխությունների մեջ։ Բարդ հարցեր չէ։ Բարդ հարցեր եւ մի քանի մակարդակներով սկսած լուրջ տնտեսական հարցերից, իհարկե ստեղծում է եկամուտներ, իհարկե ստեղծում են աշխատատեղեր։ Մյուս կողմից նույն մարդկանց մոտ ձևավորումը մի քիչ ավելի ինքնավստահություն, ավելի շատ պատասխանատու են դառնում։ Նույն համայնքների խնդիրների համար, լուծման համար էլի նույնպես պատասխանատվություն է ձևավորում։ Եվ իհարկե, այն ինչ որ արվում է, ասենք, այն ինչ հաշվի առնելով, որ դա մենք խոսում ենք փոքր եւ միջին ձեռնարկատիրության մասին, որպես կանոն փոքր ձեռնարկատերերը ավելի ճկուն են եւ ավելի արագ են նորաձևությունը վերցնում, նոր տեխնոլոգիաներ, նոր սարքավորումներ, նոր գործելաոճ։ Պարզ եղավ, որ նորից որ խոսանք շրջանաձև տնտեսությունից, ոչ մեկ սկսած բնապահպանական ինչ-որ խնդիր լուծելու համար իր բիզնես մոդելը չի փոխելու, իր բիզնես գործընթացները չի փոխելու։ Դրա համար ոնց որ մի քանի համակարգային մոտեցում է պետք, որպեսզի ձևավորվի այդ պահանջկոտությունը թե հաճախորդների կողմից։ Խնդիրը նրանում է, որպեսզի մոդելը փոխես եւ դառնես ավելի շրջանաձև, իհարկե պետք են ներդրումներ հիմնականում, բայց որոշ բաներ կարելի է անել նաեւ առանց շատ լուրջ ներդրում ունենալու եղած ռեսուրսներով։ Պարզապես մի հատ պետք է նորից անցնել այդ մոդելի վրայով եւ հասկանալ, հա, իսկ որ ամեն մի արտադրական, ամեն մի փուլում, որտեղ են առաջանում թափոններ, եւ այդ թափոնները ոնց կարելի է օգտագործել։ Նույն մեր ճիր արտադրողները օրինակ։ Իսկ շրջակա միջավայրի վերաբերյալ իրազեկվածության մակարդակը արդյոք փոխում է ձեռներեցի մոտեցումը իր գործունեությունը որոշակի փոփոխությունների ենթարկելու։ Ես ձեզ ասեմ, օրինակ նույն տեքստիլում հենց դա եղել պատճառը, եթե չեմ սխալվում 2010-11-12 թվականներին Greenpeace-ը պարզեց, որ ահագին թունական նյութեր են մնում նաև զգեստի վրա, որը հետո հագնում են։ Եվ այդ շարժումը տեղի ունեցավ, բնական է, հա, միջև ակտիվիստները չեն սկսում բղավել այդ խնդրի մասին, ոչ մեկ դրա վրա ուշադրություն չի դարձնում, բայց գնալով ձևավորվեց այդ կարգավորումները, արդեն սկսվեց ուշադրություն դարձվել, թե ինչպիսի նյութեր են օգտագործում։ Դուք գիտեք, որ օրինակ մի սովորական շապիկի արտադրության համար ծախսվում է մոտ, չգիտեմ, 2-3 հազար կիլոգրամ ջուր։ Եվ ծախսվում է, ոնց որ աղտոտվում է այնպես, որ այն արդեն պիտանի չի դառնում, ոչ բնության համար, բնությունն էլ է աղտոտում, իսկ ջինսերի համար էլ ավելի շատ, ցանկացած հագուստի համար։ Մենք նույնիսկ երեք ես մի միջոցառման էի, որտեղ վարժություն էինք անում, որ հաշվում էինք, իսկ մեր միջին
եթե մենք բացենք մեր զգեստապահարանը, քանի շապիկ ունենք, քանի ջինս ունենք, քանի տաբատ ունենք, քանի վերնաշապիկ ունենք, եւ եթե հաշվում ենք, հա, այդ ջրի ծախսը, կորուստը Միսար սափելի թիվեր դառնում, միսար։ Ես իմ ամենայն համեստ հաշվարկներով ստացվեց, որ մոտ 250 տոննա ջուր գնացել է։ Եվ զգեստապահարանի վրա։ Իմ զգեստապահարանները այն է շատ համեստ հաշվարկներով։ Իսկ եթե վերցնենք, որ հիմա բիզնեսների աչքերով նայենք, արդյոք բիզնեսմենին հետաքրքիր է ունենալ հավելյալ ֆիլտր, հավելյալ մաքրում է ջրի, իհարկե, մինչև իրան չստիպեն, ոչ մեկ դա չի անի։ Բայց տեսեք նույն այդ Greenpeace-ի արդյունքում ձևավորվեց այդ շարժումը, որը կոչվում էր զրո թունաքիմիկատներ կամ թունաքիմիկատների արտահոսք, թե ինչ որ տենց է կարծեմ թարգմանվում, որի արդյունքում բոլոր բրենդերը այս կամ այն ձևով արդեն միանալով դրան արդեն սահմանեցին որոշակի պահանջներ, թե որակի, թե արտադրական ցիկլների, թե իրանց հումքի որտեղից են ներկրում, ինչպիսի պայմաններից եւ այլն եւ այլն։ Եվ արդեն գոնե այդքան մասը կարգավորվեց։ Նորաձևության մեջ էլ վերջին մի քանի տարիների ընթացքում բավականին թրենդային է, հա, այս մոտեցումները եւ կարծում եմ դա նաեւ կախված է Z սերնդի պահանջներից, որովհետեւ իրենք արդեն շատ պահանջատեր են շրջակա միջավայրը չախտոտելուն, հա, այդ կարգավորումները, այդ օրենքները պահպանելուն, կարծում եմ սա հրամայական է ամեն դեպքում բոլոր ընկերությունների համար եւ վաղ թե ուշ ուզեն թե չուզեն, միգուցե որոշ բիզնեսներ դա կիրականացնեն ելնելով իրենց սոցիալական պատասխանատվությունից, մյուսները ուղղակի ստիպված կլինեն, քանի որ հակառակ դեպքում ուղղակի կարող է այս խաղից, այսպես կոչենք, հա, նրանք դուրս մնան։ Իսկ ինչպես է Հայաստանի ինչ խոչընդոտների են բախվում կանաչ ձեռնարկատերերը Հայաստանում։ Առաջի հերթին դա տեսեք հենց իմ վերած այդ օրինակը, հա, ակվապոնիկայի արտադրության, իրանք ստանում էին օրգանական ջերմոցային ապրանքներ սնունդ։ Ցավոք, երբ որ փորձում էին դրանք հանձնել նույն մեր ռեստորաններին, ռեստորանները ասում են, որ իրանք հետաքրքրված չեն օրգանական սննդի մեջ, ինչի որ իրանք հետաքրքրում է, դա պարզապես գինն է ապրանքի։ Արդեն այստեղից սկսվում են բոլոր խոչընդոտները։ Բայց էլի ասելս ինչա համակարգված մոտեցում է պետք։ Այսինքն եւ պետք է իրազեկել անպայման, որպեսզի հասկանանք, հա, որ այդ վտանգները ոչ միայն շրջակա միջավայրի համար է, ոչ թե ապագայի համար է, այլ կարող է արդեն հենց անմիջապես մեր վրա էլ անդրադառնալ, որովհետեւ երբ որ մենք խոսում ենք նրա մասին, որ կարող է 2050 կամ 2100 թվականին ընդհանրապես ռեսուրս չլինի, կլիման փոխվի, սարսափելի բաներ տեղի ունենա թե մեր բնության, թե մեր մթնոլորտի հետ, իսկ հիմա կոնկրետ մեր վրա զգալով, թե հիվանդությունների քանակն է շատանում, թե երիտասարդանում են այդ հիվանդությունները, ցավոք, բայց իսկ ձեռներեցություն ու նորարարությունը շատ կարևոր է, որովհետև այ տեսեք, մենք անցյալ տարի գնացել էինք Impact Hub-ի ծրագրի շրջանակներում, գնացել էինք Ամստերդամ, այդ շրջանաձև տնտեսության փորձի փոխանակման այց էր մեր մոտ, եւ այնտեղ հանդիպել ենք մի շարք կազմակերպությունների հետ, ովքեր որ հենց ստեղծվել են որպես շրջանաձև։ Օրինակս բերեմ, երևի լսել եք դրա մասին, Fairphone, դա հեռախոս է, որը ցանկացած մաս ինքը հենց հաճախորդը ինքը կարող է փոխել։ Եվ դա արվում է այնպես, որ նույնիսկ օգտագործված մասերը հետո նույնպես վերամշակվում են։ Եվ այդ Fairphone-ի կարծեմ ներկայացուցիչներ չեմ հիշում, մարքեթինգային մենեջերներ, որ մեզ դա ցուցադրում էր, այնքան լավ էր դա բնութագրում, որ մենք sense բոլորս արդեն sense վայ, էս էլա կարելի, էս էլա հնարավոր, կամերանե կարանք փոխենք, էկրաններ կարանք փոխենք եւ դա արվում է շատ հեշտ եւ բավականին էժան չես համեմատի մնացած հեռախոսի գների հետ։ Մեկ էլ մի պահ ինքը կանգնեց, ասում է, չլինի ուզում եք ձեր հեռախոսները փոխեք, Fairphone առնեք, ասենք իհարկե, ասեց ոչ մի դեպքում։ Տեսեք մտածելակերպի փոփոխությունը հենց ինչու՞մն է, ասում է ցանկացած իր, եթե ինքը դեռ ծառայում է իր նպատակին եւ կարելի է օգտագործել
պետք չէ փոխել։ Այսինքն այստեղ մենք խոսում ենք այդ գեր սպառման մասին։ Ասում եմ, շարունակեք օգտագործել ձեր հեռախոսները, երբ որ զգաք, որ արդեն միջև իրանք այնպես չանավորել, հնարավոր չլինի իրանց վերանորոգել, նոր արդեն փոխեք Fairphone-ի վրա։ Հետաքրքիր է։ Իսկ ինչ կոչվում, ինչ վերաբերում է Generation Z-ի, մի հատ sense ուրիշ տարօրինակ բերեմ էլ Ամստերդամից։ Մի կին եկել եւ մեզ ուրեմն sense շորի կտորներ է գործվածք է տալիս, ասում է, կարեք ասեք ինչից է սա պատրաստած։ Մենք շոշափում ենք, լուկ մանուշակագույն կտոր է, բավականի sense պինդ, բավականի զգացում է, որ ինչ-որ կոշտոտ, զգացում է, որ ինչ-որ բնական բաներ, մեծ թված բնական բաներից չի արած։ Ասած դա մենք ասում ենք պլաստիկից է, ասած ոչ, մարդու մազերից։ Մենք sense ո՞նց։ Ասում եմ, ինչ կա դրա մեջ։ Չէ՞ որ բրդից որ անում ենք, դուք տեսել եք ոչխարի բուրդը նոր հնձած, նոր կտրած վիճակում ինչպեսի տեսք ունի։ Ասում ենք անցնում է 24 փուլ միջև մաքրվում է։ Իսկ ասում եմ մարդու մազը ընդհանրապես մանով ես լվանում, շամպունյով ես լվանում եւ այն արդեն պատրաստ է օգտագործման համար։ Եվ այն կինը իր ուսանողների հետ, որովհետեւ ինքը դասավանդող էր համալսարանում, կազմակերպել էր ու իրանք Ամստերդամում սկսել էին մի քանի վարսավիրանոցից, պայմանավորվել էին իրանց հետ, վարսավիրանոցները հավաքում էին մազերը եւ շաբաթական կտրվածքով, բայց տեսեք, այդ երեխեքը, որը Generation Z էր, իրանք մշակել են այդ տեխնոլոգիան, իսկ ինչպես կարելի է մարդու մազերը օգտագործել մանրաթելեր պատրաստելու համար եւ հետո այդ մանրաթելերից թել եւ արդեն գործվածքներ։ Եվ որ sense վերցնենք, չէ՞ որ մազը անսպառ ռեսուրս է։ Ռեսուրսը այսինչի չօգտագործենք դա։ Բայց այո, մեր տպավորությունները այդ տրենդը շուտ չի գա Հայաստան ամեն դեպքում կամ երաժշտություն կա, այո։ Եթե տաճկերով նայեք, ցանկացած բան կարելի է որպես ռեսուրս դիտարկել, ինչու՞ չէ, եւ այստեղ հենց այդ երիտասարդության դերն է, ինչպես օգնենք մեր երիտասարդներին, որպեսզի իրանք այդ աչքերով սկսեն նայել շրջակա միջավայրում, էլ ինչը կարա հանդիսանա որպես ռեսուրս, որը մենք հիմա այս պահին չենք օգտագործում կամ թափում ենք ինչ ավելի վատ։ Իսկ դուք անձամբ էլ ինչ փոփոխություններ եք տեսնում երիտասարդների մտածողության մեջ վերջին տարիներին, հատկապես ինձ հետաքրքիր է հայաստանյան երիտասարդների վերաբերյալ ինչ կասեք։ Այն երիտասարդների հետ ես եմ շփվում, շատ հետաքրքիր են եւ հետաքրքրասեր, բայց գիտեք ինչը չեմ, թե ուսանողները, թե փոքր դասարանը, որովհետև 8 տարեկանից մինչև 18 տարեկան երեխաների հետ շփվում եմ, մի տեսակ մենք իրանց միգուցե դաստիարակում ենք սենց շատ, ոնց ասեմ, խելոք, որ իրանց խելոք պահեն։ Իսկ դա մի կողմից իրանց ինքնուրույն չէ դառնում, ինքնուրույն եւ ակտիվ։ Որովհետեւ այդ երեխեքը որ գալիս են, ես սկսում եմ իրանց հարցեր տալ։ Ես դասավանդում եմ նաեւ իզուր երևի ասացի теория решения изобретательских задач։ Հայերեն թարգմանելը մի քիչ բարդ է, հա։ Ստեղծարար մտածելակերպ փոքր երեխաների համար եւ փորձում եմ իրանց հանել, հա, այդ իրանց ստանդարտ մտածելակերպի շրջանակներից, այսինքն որպեսզի իրանք կարողանան ավելի լայն մտածել։ Մի տարբեր անկյուններով նայել այս կամ այն երևույթներին, իրերին կամ խնդիրներին։ Շատ լավն են։ Այն ինչ ինձ թվում է ակնհայտ պակաս է իրանց մոտ այդ փափուկ հմտություններն են։ Այսինքն կրիտիկական մտածելակերպը, նույն հաղորդակցման հմտությունները, նույն լիդերությունը առաջնորդ լինելը, նույն թիմային աշխատանքը, ինչը նաև շատ կարևոր է։ Մի քանի փորձ եմ ունեցել, մասնակցել եմ ամառային դպրոցներում, որը աշխատել ենք երեխաների հետ, հենց 15-ից 18 տարեկան, ու իմ աչքով եմ համոզվել, մեր փորձով ենք համոզվել, եթե իրանց ստեղծում ենք այդ միջավայրը, ինչքան են իրանք բացվում ու ինչքան լավ գաղափարներ են առաջ քաշում եւ այդ գաղափարների համար հետազոտություններ են անում, գիշերները չեն քնում, որպեսզի հետո լավ ներկայացնեն դա։ Իսկ ինչպես կարելի է մոտիվացնել երիտասարդներին ձեռներից դառնալ, զբաղվել ձեռնարկատիրությամբ։ Իրազեկել, բայց երևի իրազեկել ինչ-որ ինտերակտիվ ձևաչափերով։ Լինի դա փոքրիկ կոնկուրսներ,
միգուցե խրախուսական փոքրիկ գրանտեր, այդ գրանտ բառը չեմ սիրում, բայց երևի ֆինանսավորում, ինչ որ ձևի ֆինանսավորում, նոր գաղափարներ, նոր տենդենսներ իրանց ներկայացնել, բայց իրանց ներքաշելով, որպեսզի իրանք ներգրաված լինեն։ Իսկ վտանգ չեք տեսնում, որ եկող սերունդը չի ցանկանում աշխատել ուրիշների մոտ, ուրիշի կազմակերպությունում, զբաղեցնելով ինչ-որ կոնկրետ հաստիկ, նրանք բոլորը ցանկանում են կամ կարող են հետագայում, ապագայում ցանկանան իրենք լինեն, իրենք իրենց համար աշխատեն։ Դա վտանգա թե լավ է։ Ինձ թվում է հիմա հակառակը վտանգը նրանումն է, որ մեծ ամասնությունը ուզում են ընդունվել միտեղ կայուն աշխատանքից ստանան կայուն ֆինանսներ, դա որպես կանոն լինում է պետական սեկտորում, եւ ոչ մի բանի համար առանձնապես պատասխանատվություն։ Ինձ թվում է երկու հատվածում էլ ամեն դեպքում կան վտանգներ, երկու ծայրահեղություններում, որովհետեւ այդ դեպքում եթե բոլորը ձգտեն դառնալ ձեռնարկատեր եւ սեփական բիզնեսը տնօրինել առանց որոշակի աշխատանքային փորձ կուտակելու, ինչի՞ չէ, այլ կազմակերպություններ, դա էլ վտանգ է։ Հակառակը լավ կլինի, որ ցանկացած դեպքում ցանկացած փորձնել ողջունել է եւ պետք է։ Այսինքն եթե ինչ որտեղ աշխատել են երեխեքը, հետո նոր են սկսում կամ ոչ միայն երեխեքը, երիտասարդները նոր են սկսում արդեն մտածել, եթե արդեն բախվել են նմանատիպ խնդիրների հետ, իրանք են արդեն հասկանում ինչ դժվարությունների դեմ են կանգնելու ու արդեն ավելի լավ են պլանավորում իրանց գործունեությունը։ Եվ հակառակն կա, եթե դժվարությունները տեսնում Եթե դժվարությունները շատ են, ասում են ավելի լավ է, այո, չզբաղվեք դրանով։ Մի անգամից առաջին կանգառում իջնում են, էլ չեն էլ ցանկանում, չէ՞ շարունակել։ Կա։ Այո, համաձայն եմ, որ երկու դեպքում էլ կան որոշակի բայց լավ է տենց, քան սկսեն նախաձեռնեն ինչ-որ, չգիտեմ, բիզնես, մտնեն վարկերի տակ, հետո վատ հաշվարկների պատճառով տապանեն այն, որովհետև դրա վտանգը ավելի իհարկե շատ է։ Իսկ բուհերը եւ կրթական նախաձեռնությունները այս գործընթացում ինչ դեր են տանում, ինչ դեր ունեն։ Մեծ դեր են տանում, բայց սակայն մեր բուհական կրթությունը շատ տեսության վրա է հիմնված։ Այդ կապը եթե ստացվի ապահովել գործող ձեռնարկությունների հետ, շատ լավ կլներ, որպեսզի գիտեք ոնց է արտասահմանում, գործող ձեռնարկությունները, ընկերությունները գալիս են համասարան որոշակի խնդիրներով եւ ուսանողները միավորվում են այդ խնդրի շուրջ լուծելու համար։ Եթե այդ կապը ստացվեր մեր մոտ էլ ապահովել, որպեսզի ուսանողները ոչ թե վերացական ինչ-որ հետազոտություններ անեն, այլ կոնկրետ որոշ ձեռնարկության համար, կոնկրետ ինչ-որ խնդիր լուծելու համար։ Ու արդեն այդտեղ կապներ կառաջանար երիտասարդների ու ոնց որ պոտենցիալ գործատուների միջև։ Լավ, կարող եք կիսվել ձեր աշխատանքային այսպես փորձառության ընթացքում մի օրինակով, որը ազդել է ձեր մասնագիտական ուղու վրա։ Չէ, դա քրքիր հարց տվեցիք։ Ասենց երևի կդժվարանամ մի անգամից ասել, բայց նույն է միգուցե այդ շրջանաձև տնտեսությունը, որ պարզապես զուտ հետաքրքրությունից ելնելով գրանցվեցի դասընթացին եւ մասնակցեցի, իսկ հիմա տեսնում եմ ինչքան հնարավորություն կա այդ շրջանաձև մոդելները, շրջանաձև գործելավոճներ դնելով Հայաստանում, հայաստանյան ձեռնարկություններում։ Անչափ շնորհակալ եմ Մարգարիտա, հետաքրքիր եւ այսպես փորձեցինք ամենայնպես խորքային զրույց ունենալ, որոշ թեմաներ մեզ մոտ մնացին, կարծում եմ հաջորդ հաղորդման համար հետաքրքիր նյութեր կունենանք, մենք չհասցրեցինք ստարտափերի մասին խոսել, ոչինչ։ Ամեն դեպքում ձեր փորձը եւ տեսլականը շատ ներշնչող էին եւ հուսամ երիտասարդները եւս կներշնչվեն ձեր փորձառությունից, ինչու՞ չէ, այն բոլոր վախերը, որ ունեն իրենց որոշումների մեջ կապված ձեռնարկատեր դառնալու հետ, հուսամ ինչ-որ չափով կօգնի եւ կփորձեն հաղթահարել։ Հետևեք մեզ, լսեք եւ դիտեք Mix Marketing-ը, իսկ մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Ցտեսություն։